Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ժողով, տեղի ունեցել սովորական, ինչպես ասում են, գենոցիդ, այս պարագայում սովորական ռեպրեսիա է արդեն Հայաստանի համար։ Ինչ էր տեղի ունեցել, մուտք գործեցին քաղաքապետարան, ես դժվարությամբ մուտք գործեցի, ասեցի, որ աշխատանքի եմ բարձրանում, ինչքան հասկացա, ինձանից հետո արդեն մուտքը փակվեց։ Ուրեմն ներսում արդեն ԱԱԾ-ականներ էին և ոստիկանության տարբեր ուժեր էին, հրավիրված էին, ինչքան հասկացանք նաև Երևանից, և ինչ-որ փորձում էին քաղաքապետի, սկզբի ինֆորմացիան այն էր, որ պիտի խուզարկություն իրականացնեն և արգրավեն ինչ-որ նյութեր։ Հետո արդեն թեժացավ ավելի, որովհետև անընդհատ նոր ուժեր էին բերվում, ոստիկանական, մենք բոլորս դա տեսնում ֆիքսում էինք պատուհանից, ինչքան այդ թեժացումը գնում էր դրսից, այնքան ներսում ավելի թեժացումը լինում էր, եկան ինչ-որ գեներալներ, տարբեր կոչումներ ունեցող, տարբեր տեղերից, երևի Հայաստանում էլ ոստիկան չմնաց, որ չբերեին այստեղ, բռնում էին Շուշին հանձնողին, բռնում էին հայրենիքը վաճառածին, քաղաքապետի դեմ պլանավորված հասկանում ենք, որ ակցիա էր, որովհետև հրահանգները հնչեցվել էին վաղուց, դուք բոլորդ լսել ականջալուր եք եղել, և քարոզարշավից առաջ, և բոլորովին վերջերս, և մարդիկ, ես նույնիսկ չեմ իմացել, որ երեկ բարձրաստիճան պաշտոնյա այդ վարչապետիատորը զբաղեցնող անձը Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է եղել, մարդիկ էստեղ ասեցին, որ երևի հրահանգ է տվել ավելի արագ սկսել գործել։ Սա է եղել ամբողջ 6 ժամվա ընթացքում քաղաքապետարան ոչ մի քաղաքացի չէր կարող այն իմաստով մուտք քանել, որովհետև մարդիկ գործ ունեին, պիտի գային գնային, օկուպացված էր քաղաքապետարանը և վերջում էլ քաղաքապետը 2 անգամ փորձեց դուրս գալ ժողովրդի մոտ խոսել, որ չէին թողնում, մարդիկ վատ օրինակ ունենալով իրենց աչքի առաջ, թե ոնց էին Միքայել Սրբազանին տարել, թույլ չտվեցին, որ քաղաքապետը գնար, բայց հետո ինչ-ինչ ընթացք տեղի ունեցավ և շատ արագ այսպես խառնվեցին, տարան այդ ներքևի մուտքը, որ դուք ուզում եք հիմա գնանք նայենք ոնց է կոդրված դուռը, այդ ոտքով դուռը կոդրում էին և այդտեղից փախցրեցին, կոպիտ ասած, տարան քաղաքապետին, ուղղակի գողացան քաղաքապետին, ընդրված քաղաքապետին, ընդդիմադիր քաղաքապետին, որը հանդգնել է ընդրվել ոչ պետպատվերով, այլ ժողովրդի կամքով, բոլոր օրինական մեթոդներով և ունի իր ուրույն տեսլականը քաղաքի զարգացման, երկրի ճակատագրի հետ կապված, պատժվել է, չի ներվել ամենայն հավանականությամբ դա և այդ գործողությունը, ես գիտեք ընթացքում չեմ հասցրել նայել ֆեյսբուքյան գրառումները որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ազգային ժողովի փոխնախագահի, այդ ինչ ուրախություն, այդ ինչ ցնծություն է, այդ ոնց են անտեսար, 6 ամիս տևեց, դուք նայեք, թե ուր ենք մենք հասել, էլի, ասենք քաղաքը բնականon զարգանում է, գործ է արվում, դա ընդունելի չի, պայմանագիր պիտի մարդը լինի ՔՊ-ական։ Տիկին Աղեկյան, նաև հայտարարություն տարածվեց, որ ընդհանուր 8 ձերբակալվածներ կան, 2-ի անունները հայտնի են, մյուսների անունները դեռևս չի հրապարակվել։ Դուք որպես քաղաքապետարանի պաշտոնյա աշխատակից, ձեզ հայտնի է կամ դուք տեղյակ եք, թե ովքեր են մյուս 6 ձերբակալվածները։ Անկեղծ ասած, մենք էլ այս պահի դրությամբ, կոնկրետ ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չգիտեմ ովքեր են ձերբակալված, ինչի համար են ձերբակալված, մարդիկ այնտեղ ասեցին, որ տեսել են, որ էլի տարել են, իդեպ քաղաքապետարանում գործողությանը զուգահեռ կարմիր բերետավորները մի քանի հոգու ծեծելով տարան, հարված է հասցված նաև ազգային ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանի աչքին, 4 պատգամավոր էին եկել ազգային ժողովից, չկարողացան մուտք գործել քաղաքապետի մոտ, մարդիկ, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանությունը պիտի իրականացնեն, երևի օրենքը գրելուց առաջ կամ տեսնելով այն ինչ տեղի ունենում, պիտի նոր օրենքներ գրեն, չթողեցին, որ մտնեին քաղաքապետի մոտ։
Տիկին Աղակյան, դուք տեղյակ եք քաղաքապետի ներկայիս պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործողությունների պատճառով է այս ձերբակալությունը տեղի ունեցել, թե նախկինում հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Անկեղծ ասած ես չգիտեմ ինչ է սա, ինչի հետ կապված է, բայց գիտեմ մի բան, որ 3 անգամ պետպատվեր պետական հրահանգ է իջեցվել լռեցնել Ղուկասյանին եւ ազգային ժողովի ամբիոնից եւ նախընտրական շրջանում, հիշում եք, բոլորս ենք լսել, չի թաքցվել այդ ամեն ինչը, դե հիմա էլ երևի որոշեցին գործի անցնել եւ գործի անցան այս բիրտ մեթոդներով։ Իդեպ ընթացքում մենք դիմեցինք նաեւ Հայաստանում հավատարմագրված եվրոպական բոլոր տեսփաններին, եվրոպական երկրների բոլոր տեսփաններին, միջազգային կառույցներին, որ սա բեսպրեդել է, ասենք ինձ հետ էլ է նույնը տեղի ունեցել։ Այդ ես ասել եմ կոռումպացված դատավոր ինձ ազատազրկեցին 1 ամսով։ Միայն այդ արտահայտության համար, որ կոռումպացված դատավոր եմ ասել։ Դրա հետևից ոչ մեկը չգնաց։ Բայց հիմա փաստորեն ինչ ուզենան կկա, լավ էստեղ ասեց գյումրեցիներից մեկը, ատելյե է բացված գործ կարելու։ Տիկին Աղակյան, եւ տեղափոխելուց առաջ հնարավորություն ունեցաք հաղորդակցվելու կամ ինչ-որ մտքերի փոխանակում անելու քաղաքապետի հետ կամ ինչ-որ բան ձեզ ամեն դեպքում փոխանցեց կամ մյուս ներկաներին։ Չի կարողացել, ինքը շրջապատված էր 3-4 կարտոն աղացարականներով, որևէ մեկը չէր կարող իրեն մոդենալ բնականաբար, իրենք էին փակել, բայց ժողովուրդը բան էր անում, ժողովուրդը ըմբոստացած չէր թողնում, որպեսզի ինքը հեռանա, որպեսզի իրեն տանեն։ Սա է եղել վերջի գործողությունը, ինչից 5-10 րոպե հետո անցան բիրտ գործողությունների։ Եվ ես պիտի խնդրեմ ձեզ, որ մեզ նաև ուղեկցեք այն դրան մոտ, որտեղից դուրս են բերել քաղաքապետին, եւ ինչպես դուք նշեցիք, կոտրված է այդ դուռը։ Գնանք։